Պարոն Սարգսյան, նախ շատ շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար եւ հենց զեկույցից էլ սկսենք։ Եվրոպական խորհրդի համապատասխան կոմիտեն շուրջ 30 էջանոց զեկույցով անդրադարձել է Հայաստանում աշխատանքային իրավունքներին։ Նախ ես ուզում եմ ճշտել միջազգային նման կառույցները ինչ պարբերականությամբ են անդրադառնում այս ոլորտին եւ սա ինչ ազդեցություն է ունենում ներպետական ընթացակարգերի վրա։ Շնորհակալ եմ հարցի համար։ Պետք է նշեմ, որ ինքը կրում է պարբերական բնույթ Եվրոպական սոցիալական խարտիայի հետ աշխատանքները եւ իր կարգավորումների մասով պարբերաբար եզրակացություններին անդրադառնալը, սա տարեկան կտրվածքով իրականացվող աշխատանքներ են եւ այո, պարբերաբար լինում են եւ առաջարկներ իրենց կողմից, այդ թվում նաեւ անհամապատասխանություններ եւ մեր կողմից լինում են այդ մասով մեկնաբանություններ, որոնցից մի մասը իրենց կողմից ընդունվում է, մի մասով տրվում է նորից առաջարկներ, որոշակի փոփոխություններ կատարելու հետ կապված։ Սա կրում է շարունակական բնույթ եւ պարբերաբար մենք իրականացնում ենք բարելավող աշխատանքներ։ Եթե կհիշեք, մենք աշխատանքային օրենսգիրքը պարբերաբար վերանայել ենք, այդ թվում մեծ փոփոխություններ է կատարվել 2023 թվականին աշխատանքային օրենսգիրքում եւ այդ փոփոխություններով եւս բավականին համապատասխանեցրել ենք Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը Եվրոպական սոցիալական խարտիա մեր կողմից ստանձնած պարտավորություններին։ Բայց այո, դեռ կարան լինեն որոշակի անհամապատասխանություններ, որոնց մասով տարվում են աշխատանքներ։ Ձեր նշած զեկույցում 30 էջան, ինչպես դուք ասացիք, այդ 30 էջի մեջ նկարագրական է հիմնականում նյութերը եւ դուրս է բերվել այնտեղ 8 առաջարկ, անհամապատասխանություն, ինչպես ասում են, բայց պետք է նշեմ, որ այդ 8-ը պետք է նայենք համեմատության մեջ, որքան թվի մեջից, այսինքն բավականին անհամապատասխանություններ ընթացքում ներկայացվել են, մեր կողմից փոփոխությունները կատարվել են եւ այս բանը խոսքը գնում է ընդհանրապես 8-ի մասին, բայց 8-ն էլ եթե մենք դիտարկենք յուրաքանչյուրը իրենց կետ առ կետ, կտեսնենք, որ այդ 8-ը ամբողջական անհամապատասխանության մասին չէ, այլ կոնկրետ կարգավորման, կոնկրետ ինչ-որ մի հատվածի հետ կապված։ Ես ուզում եմ անդրադառնամ անհամապատասխանություններին, ինչպես ասում են, կետ առ կետ եւ դիտարկենք, թե ինչի մասին է խոսքը, որպեսզի նաև թյուր կարծիք չլինի մեր ունկնդիրների, մեր քաղաքացիների մոտ, որ մենք ունենք խնդիրներ աշխատանքային օրենսդրության կարգավորումների մասով, որովհետև դրանց մեծ մասը իրենց կողմից ներկայացված ոչ թե խնդիրներ են, այլ ընթացիկ աշխատանքների արդյունքում միգուցե ապագայում փոփոխելիք, միգուցե դրա կարիքը չկա, որ մենք այս բանին փոփոխենք եւ ասեմ ավելին կան որոշակի առաջարկներ, որոնք արդեն իսկ փոփոխվել են աշխատանքային օրենսդրությամբ կամ առանձին ոլորտային օրենքով, մասնավորապես արմիության մասին օրենքով։ Ես այդ ամեն ինչի մասին կարող եմ հատ-հատ ներկայացնել եւ նաեւ բոլորի համար ավելի իրազեկված լինել։ Հենց հաջորդ հարցից դրա մասին է ձեր կարծիքով զեկույցի կարևոր շեշտադրումները։ Քանի որ զեկույցում տրված է 8 առաջարկ, ստացվում է 8-ն էլ կարևոր է անդրադառնալու համար, այնպես չի որ պետք է մեկին անդրադառնալ, մեկին չանդրադառնալ, եւ մեր հաջորդ զեկույցում մենք այդ 8-ին էլ անդրադառնալու ենք, մասնավորապես որոշներին անդրադառնանք այն կտրվածքը, որ արդեն իսկ կատարված է, որոշներին անդրադառնանք, որ աշխատանքները շարունակում են տարվել, եւ որոշների մասով է կհիմնավորենք, որ անհրաժեշտություն չկա որոշակի փոփոխություններ կատարելու։ Եվ բերեմ հենց առաջի իրենց մասով առաջարկը վերաբերում է աշխատաժամերին, բայց պետք է շեշտենք, որ աշխատաժամ ասելով պետք է հասկանանք շատ մեծ ընթացակարգ։ Իսկ մենք ընդհանրապես գործ ունենք իրենց առաջարկի շրջանակներում միայն 24 ժամին, այսինքն ոչ թե Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ աշխատաժամանակը չի համապատասխանում, այլ ընդհանրապես կա առաջարկ աշխատաժամերի 24 ժամանոց կարգավորման մասով, որը մի հատ առանձին դեպք է, վերաբերվում է շատ սահմանափակ թվով աշխատողների հետ կապված եւ ցանկը սահմանում է կառավարությունը, հիմնականում դրանք այն ոլորտներն են, որտեղ աշխատանքները հերթափոխային է, այսինքն որտեղ շուրջօրյա պետք է կազմակերպությունը գործի եւ կան մասնագիտություններ, օրինակներով եթե բերեմ նույն բժիշկը, ոստիկանը, պահակը, այսինքն աշխատանքներ, որտեղ շուրջօրյա աշխատանք է ենթադրում, միայն այդ ոլորտներում է նախատեսված 24 ժամ աշխատանքի հնարավորություն, ցանկը սահմանում է հստակ կառավարությունը, հետեւաբար չի կարող գործատուն ինքը որոշել, որ իր աշխատողը պետք է աշխատի 24 ժամ, եթե անգամ 24 ժամի ցանկով գործատուն իրավունքը ստանում է, ապա այնտեղ կա նաև հստակ իմպերատիվ այլ կարգավորումներ, որ աշխատողը 2 անգամից ավել չի կարող շաբաթական ներկայանալ աշխատանքի, 24 ժամ աշխատելուց հետո պետք է առնվազն 24 ժամ նաև հանգստանա։ Եվ այս 24 ժամանոց ռեժիմը պահելը նաև մեր աշխատողների առաջարկից էլ է բխում, որովհետև իրենց այս սկզբունքով աշխատելը շատ դեպքերում ավելի նպատակահարմար է, որ շաբաթական 2 անգամ ներկանան աշխատանքի ավելի շատ ներկանալու փոխարեն։ Հետևաբար պետք է նշեմ, որ կոնկրետ առաջարկը տրված է աշխատաժամերից 24 ժամին մասով, այլ ոչ ընդհանրապես։ Այսինքն այս կետին կոնկրետ ինչ է պատրաստվում պատասխանել
ԵԽ-ի այս եզրակացությունը ընդունում եք, թե չեք ընդունում, թե Այս մասով ես ասացի, որ աշխատանքների կազմակերպումը այս գրաֆիկով դեռևս արդիական է եւ մենք շարունակում ենք այս գրաֆիկով կազմակերպենք աշխատանքները, որովհետեւ իրենք սահմանափակ թվով աշխատողներին է վերաբերելի, բայց իհարկե միևնույն ժամանակ ցանկացած առաջարկ, որ մենք ստանում ենք, նաեւ շարունակում ենք քննարկել, այսինքն միգուցե քննարկումների արդյունքում որոշակի այլ փոփոխություններ լինեն, բայց առնվազն այս առաջարկը մենք էլի ստացել ենք, առաջի անգամ չի որ այս առաջարկը իրենք ներկայացնում են եւ մենք կրկին հիմնավորել ենք, որ 24 ժամանոց գրաֆիկը դեռ նպատակահարմար է մեր աշխատանքները, այդ թվում նաև աշխատողների տեսանկյունից իրենց շահերը հաշվի առնելով որոշակի դեպքերում դեռ շարունակել այս նույն գրաֆիկով, բայց իհարկե չի բացառվում, որ հետագա քննարկումների արդյունքում միգուցե նաև լինի որոշակի այլ փոփոխություններ։ Մյուս առաջարկը վերաբերում էր հեռավար աշխատանքին, այստեղ եւս որպեսզի թյուր կարծիք չլինի, պետք է շեշտեմ, որ ոչ թե հեռավար եղանակով աշխատելու հետ կապված ունենք խնդիր, այլ ճիշտ հակառակը, հեռավար եղանակով աշխատելու մասով տրվել է ամբողջական կարգավորումներ աշխատանքային օրենսդրությամբ եւ անգամ 23 թվականի վերջի փոփոխություններից հետո այնպիսի ձևակերպումներ են տվել, որ բոլորը ում աշխատանքի բնույթը թույլ է տալիս եւ կողմերով իրար հետ գալիս են համաձայնության, կարող են աշխատել հեռավար, թե մասնավոր ոլորտում, թե պետական ոլորտում։ Այսինքն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը այնպիսի կարգավորումներ ունի, որ կարելի է միշտ աշխատել հեռավար եղանակով, միայն պետք է որ կողմերը գան գրավոր համաձայնության եւ աշխատանքի բնույթը թույլ տա։ Ընդհանրապես զեկույցի մեջ նշվել է նրա մասին, որ մենք չունենք հստակ կարգավորում, որ եթե աշխատողը աշխատում է հեռավար, գործատուն պետք է նաև ապահովի իր առողջ անվտանգ պայմանները հեռավարի ժամանակ, բայց այս մասով կարծում եմ տրամաբանական է նման սահմանում չունենալը, քանի որ գործատուն չի կարող երաշխավորել աշխատողի, օրինակ տանը իր աշխատանքային պայմանները։ Միգուցե աշխատողը տանը հատակաթաց է, սայթակում է եւ ոտքը վնասում է։ Գործատուն այստեղ չէր կարող ապահովել այդ պայմանները, բայց ի տարբերություն, եթե աշխատողը ներկայանա աշխատանքի վայր, այս դեպքում գործատուի պարտավորությունն է ապահովել այդ անվտանգ պայմանները։ Եվ մենք ունենք այդ կարգավորումը աշխատավայրում, որ գործատուն ունի ամբողջական պարտավորություններ ապահովելու աշխատողի համար առողջ անվտանգ պայմաններ եւ չունենք նույն պահանջը, եթե աշխատողը աշխատում է հեռավար։ Եթե մի պահ պատկերացնենք, որ մենք նման կարգավորում նախատեսենք, ես կարծում եմ, որ դրանից հետո շատ գործատուներ ուղղակի չեն թույլ տա իրենց աշխատողներին, որ աշխատեն հեռավար, որովհետեւ այդ ռիսկերը քիչ հավանական է, որ գործատուն կցանկանա ստանձնի, միգուցե աշխատողը տեղափոխվում է այլ երկրից է աշխատում հեռավար, կամ դրույթը մերժում է Հայաստանը։ Այս եզրակացությունը Ես ուղղակի հիմնավորում եմ, թե ինչ պատճառներով մենք այդ ձևակերպումը չենք նախատեսել, ես հիմնավորում եմ, թե ինչու մենք չենք նախատեսել նման բան, որովհետև կարծում եմ նման կարգավորում նախատեսելը կխոչընդոտի հեռավար եղանակով աշխատելու շարունակականությունը եւ գործատուների կողմից նպատակահարմարության նախատեսելը։ Թե հետագայում մենք քննարկումների արդյունքում ինչ որոշման կընկանք, դա ժամանակը ցույց կտա, որովհետև զեկույցը հրապարակվել է ընդամենը հունվարին եւ մենք ունենք 1 տարի ժամանակ զեկույցի հետ կապված անդրադառնալու, նորից հիմնավորելու, ընդունելու կամ չընդունելու։ Դա այս պայն վաղ է ասել, մենք վաղ ինչ տարբերակով հանդես կգանք իրենց եզրակացությունների մասով, բայց առնվազն կարող եմ ասել, թե ինչու ենք այդպես նախատեսել եւ հիմնավորումը բերեցի, որ դա տրամաբանական է, որ նման պահանջ չենք նախատեսել գործատուների համար, եթե իրենց աշխատողները հեռավար են աշխատում։ Իսկ հեռավար աշխատելու կարգավորումներ Հայաստանի Հանրապետությունում ամբողջությամբ ներդրված է, այնպես ինչպես Եվրոպայում եւ աշխարհի շատ երկրներում է լինում։ Մյուսը վերաբերում է գիգ հարթակին կամ գիգ տնտեսությանը։ Այս մասով այո պետք է նշեմ, որ ինքը կարելի ասել համեմատաբար նոր ուղղություն է եւ մենք այս ուղղությամբ աշխատանքներ իհարկե շարունակելու ենք իրականացնել եւ հետագա մեր զեկույցներում կներկայացնենք թե ինչ աշխատանքներ ենք տարել, որովհետեւ այս ուղղությունը դեռ նոր է զարգանում եւ այս ուղղությամբ դեռ նոր ենք նախատեսելու իրականացնել աշխատանքներ, հետեւաբար նորմալ է, որ դեռ այս մասով մենք իրենց ամբողջական տեղեկատվություն չենք տրամադրել։ Եվ ելի եմ ուզում նշեմ, որ այդ տրամադրելը տեղեկատվության ինքը շարունակական գործընթաց է։ Ամեն տարի մենք իրենց հետ այս սկզբունքով աշխատում ենք եւ դա մեր գործընթացն է իրենց հետ։ Մենք իրենք ներկայացնում են իրենց խնդիրները, մենք մեր լուծումները, մեր առաջարկները եւ այդպես ամեն տարի որոշակի բաներ փոփոխվում են, որոշակի բաներ հիմնավորում ենք, որ պետք չէ փոփոխել, իրենք այլևս չեն իրենց առաջարկը պնդում։ Սա process է։ Այսինքն ճիշտ հասկացա, որ առաջիկայում սպասվում են նոր կարգավորումներ կապված գիգ աշխատողների հետ։ Այս մասով քննարկումները արդեն մեկնարկել են, թե ինչ փոփոխություններ կլինեն կամ չեն լինի կամ ինչ ուղղությունով այս մասը կզարգացնենք, դեռ վաղ է խոսել, բայց
առնվազն, այո, սա մեր օրակարգային հարցերի մեջ որպես այդպեսին կա։ Մյուս եզրակացությունը, որի մասին խոսեմ, վերաբերում է նրան, որ մենք չունենք դատական նախադեպում չկա հավասար արժեք ունեցող աշխատանքի սահմանում կամ գենդերային աշխատավարձի տարբերություններ եւ այլն։ Աշխատանքային օրենսդրությամբ հստակ ունեն կարգավորումներ, որ կանայք եւ տղամարդիկ միևնույն աշխատանքի համար պետք է հավասար վարձատրություն ունենան։ Ամրագրված է աշխատանքային օրենսգրքի 178 հոդվածում։ Եվ այն, որ որոշակի դեպքերում կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերը լինում են տարբեր, դրանք կարելի են տարբեր պատճառներով եւ այս մասով կան որոշակի ուսումնասիրություններ։ Նախ պետք է շեշտեմ, որ պետական հատվածում նման բան չի էլ հանդիպում, որովհետեւ մենք ունենք ոլորտային օրենք, որը կարգավորում է աշխատավարձերը եւ այնտեղ այնպես է նախատեսած կարգավորումները, որ հստակ է, որ պետք է աշխատավարձը վճարվի աշխատանքի դիմաց, այլ ոչ թե որոշ դեպքերում պայմանավորված որոշակի խտրականություններով։ Ընդհանուր առմամբ աշխատանքային օրենսգրքում նաև նախատեսել են խտրականության սահմանումը, որ որևիցե պարագայում չպետք է լինի աշխատանքային հարաբերություններում խտրականություն, այդ թվում նաև սեռով պայմանավորված։ Հետևաբար, եթե անգամ կլինեն նմանատիպ դեպքեր, մենք զուգահեռ նաև բավականին մեծ հնարավորություններ ենք տվել մեր կողմերին, որ դիմեն առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին, եթե կլինեն որոշակի դեպքեր բացահայտելով, որ օրինակի համար աշխատողին վարձատրելն ավելի ցածր սեռով պայմանավորված։ Այսինքն պաշտպանողական մեխանիզմներն կան իրավունքները պաշտպանելու տեսակետից, ինչպես նշեցի, առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Բայց այստեղ ուզում եմ մի նկատառում ունենալ, որ որոշ դեպքերում, երբ որ մենք ասում ենք աշխատավարձերի միջև տարբերություն կա, դա սեռով պայմանավորված չի։ Կարող է սեռերի մեջ լինի տարբերություն, բայց ոչ թե սեռով պայմանավորված, այլ սեռի ոլորտային գործունեությունով։ Մասնավորապես շատ դեպքերում կանայք աշխատում են այնպիսի ոլորտներում, որտեղ աշխատավարձը համեմատաբար ցածր է եւ դրանով պայմանավորված իրենց աշխատավարձը նաև որոշակի դեպքում կարող լինի ցածր, բայց դա չի նշանակում, որ այդ աշխատավարձը շուկայում ցածր է իրենց սեռի հետ կապված, այլ ոլորտային գործունեության մասով։ Վիճակագրությունը օրինակ վերջին ամիսներին, տարիներին նվազել է, ինչ պատկեր ունենք այս առումով։ Առնվազն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում մենք նմանատիպ բողոքներ չենք ստացել, որ սեռով պայմանավորված որևիցե մեկի աշխատավարձը ցածր է սահմանվել։ Չեմ բացառում, որ կարող է բողոքներ ներկայացված լինի առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին, եթե չեմ սխալվում, դուք իրենց հետ եւս զրուցելու եք եւ իրենք այդ մասով, եթե ունեն վիճակագրություն, ձեզ կտրամադրեն։ Բայց նախարարությունը նմանատիպ գրություններ, բողոքներ չի ստացել, որտեղ լինի, որ աշխատում են նույն աշխատանքն են կատարում երկու սեռներ, բայց տարբեր աշխատավարձեր են ստանում։ Ինչպես նշեցի, որոշ դեպքերում դա կամ լինում է պայմանավորված գործունեության ոլորտներով տարբերությունները դրանից բխող իրենց աշխատավարձերով, կամ միգուցե այո, կարող է մասնավոր ոլորտում նման իրավիճակներ լինել։ Ես հորդորում եմ այդ դեպքերում մեր քաղաքացիներին, աշխատողներին դիմեն առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմին, քանի որ աշխատանքային օրենսդրությունում մենք հստակ ամրագրել ենք խտրականությանը վերաբերելի կարգավորումներ, որը բացառում է նմանատիպ դեպքերը իրականության օրենսդրական տեսանկյունից։ Ես օրինակ գիտեմ դեպքեր, երբ որ գործատուն ուղղակի չի վերցրել կնոջ աշխատանքի, քանի որ ինքը օրինակ պատրաստվել է ամուսնանալ կամ պատրաստվել է երեխա ունենալ եւ հաշվի առնելով, որ ինքը շուտով դեկրետ է գնալու, հենց այդ հիմնավորմամբ ուղղակի չի վերցրել աշխատանքի։ Սա եւս աշխատանքային իրավունքի միանշանակ, որովհետեւ մենք աշխատանքային օրենսգրքում, երբ որ խտրականության կարգավորումը ամրագրեցինք, այնտեղ ձևակերպումները տվել ենք այնպես, որ ոչ միայն աշխատանքային հարաբերությունների ժամանակ դրսևորված է, եթե խտրականություն կա, դիտարկենք որպես օրենսդրության խախտում, այլ անգամ աշխատանքի ընդունելուց։ Հետևաբար, եթե կան հիմնավորումներ, որ աշխատանքի ընդունելուց կիրառվել է խտրականություն, սա եւս համարվում է աշխատանքային օրենսդրության խախտում։ Այդ թվում նաեւ օգտվելով առիթից պետք է նշեմ, որ եթե անգամ հայտարարությունների մեջ դրվում են այնպիսի պահանջներ, որը ուղիղ պաշտոնի հետ կապ չունի, դա եւս խտրականություն է։ Մասնավորապես, երբ որ շեշտվում է տարիքը, սեռը եւ այլ հատկանիշներ, բայց դա օրինակ, բայց դա կապ չունի օրինակ կատարվող աշխատանքի հետ, բնականաբար դա եւս համարվում է խտրականություն եւ անգամ այդ դեպքերում կարող են մեր քաղաքացիները
եթե դա դժվարացնում է իրենց այդ հաստիքին դիմելը, կարող են իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել տեսչական մարմին։ Այսինքն օրենսդրական տեսանկյունից բավականին կան հստակ կարգավորումներ, ընդհանրապես պետք է մեր քաղաքացիները, աշխատողները լինեն առավել իրազեկ կամ շատ դեպքերում իրազեկ են, ուղղակի չեն ցանկանում դիմել, որոշակի մտածելով խնդիրներ չստեղծեն կամ իրենց համար կամ ժամանակ չծախսեն ավել եւ այլն։ Եվ դրանով պայմանավորված միգուցե կարող է լինել, բայց օրենսդրական տեսակետից իրենք բավականին պաշտպանված են։ Մյուսը, որին ցանկանամ անդրադառնալ, վերաբերում էր արմիությունների, գործատուների միություններին անդամակցելուն, նվազագույն պահանջներին, այս նվազագույն պահանջների ավելի բարենպաստ դարձնելուն, այս մասով պետք է ասեմ, որ մշակվել է մեր կողմից եւ գործատուների հանրապետական միության մասին օրենքում փոփոխությունների եւ արմիությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծեր։ Նախագծերը բավականին տևական ժամանակ քննարկումներ են անցկացվել է այդ մասով քննարկումներ եւ առաջիկայում նախագծերը արդեն եւս մեկ անգամ լրամշակելուց հետո հերթական շրջանառության մեջ կդրվի, այսինքն պետք է ասեմ, որ կարծում եմ արդեն հաջորդ երբ որ մեր զեկույցը ներկայացնենք իրենց բարձրացած հարցերի մասով եւ գործատուների մասով եւ արմիություն մասով այս մասով կներկայացնենք արդեն մեր կողմից կատարված աշխատանքները, մասնավորապես օրենսդրական մակարդակով նախատեսում եք օրինակ առաջիկայում փոփոխություններ, որ օրինակ ոստիկանությունում կամ այլ ուժային կառույցներում արհմիություններ ձևավորելու հնարավորություն ստեղծեք։ Ոչ միայն նախատեսում ենք, այլ նախատեսել ենք, ասեմ ավելին, դեկտեմբերի 4-ին ընդունվել է արդեն օրենքը 25 թվականի եւ դեկտեմբերի 20-ից ուժի մեջ է։ Այո, փոփոխություններ է կատարվել արմիությունների մասին օրենքում, որը հնարավորություն է տվել այլևս ձեր կողմից նշված ուղղություններում եւս տալ հնարավորություն նկատի ունեմ զինված ուժերում եւ այլ նմանատիպ ոստիկանությունում եւ այլ կառույցներում ձևավորելու նաեւ արմիություն, այսինքն այս հնարավորությունը եւս արդեն իսկ ընձեռվել է, նկատի ունեմ այս առաջարկներից մեկը արդեն իսկ իրացվել է 25 թվականի դեկտեմբերի 20-ից էլ արդեն համարվում է ինքը ուժի մեջ։ Իսկ այն կարգավորումը, որ արհմիություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնված են աշխատակիցների 50% եւ ավելի քանակ, սա նույնպես պատրաստում եք վերանայել։ Մենք 23 թվականին, երբ որ աշխատանքային օրենսգիրքը վերանայում էինք բավականին շատ տարբեր ուղղություններով եւ ասպեկտներով, բավականին թեթևացրեցին գործադուլ իրականացնելու ընթացակարգերը։ Եթե կհիշեք, մինչև 23 թվականը 50% չէր, 2/3 էր, որը բավականին ավելի ստացվում է 70%։ Այսինքն մենք մեկ քայլ արդեն իրականացրել ենք գործադուլի իրականացման գործընթացը հեշտացնելու համար։ Բայց քանի որ օրենսդրությունը պարբերաբար վերանայման գործընթացը ինքնին ենթադրում, չեմ բացառում, որ այո, կարող է եւս մեկ անգամ վերանայվի այդ ընթացակարգը։ Ասեմ ավելին, երբ որ մենք նախագիծ էինք դեռ մշակում այս գործադուլի փոփոխությունների մասով, մենք դիմեցինք մեր գործընկերներին միջազգային, խնդրելով տան առաջարկներ, թե որն է առավել ընդունելի սահմանումը գործադուլի իրականացման տոկոսի հետ կապված կամ կարգավորումների հետ կապված, եւ իրենք էլ ասացին, որ ուղիղ կարգավորում չկա, որ իրենք ասեն այսքան որ նախատեսեք կլինի ճիշտ, ասացին ամեն երկիր ինքն է հաշվի առնելով որոշակի իրավիճակներ նախատեսում, բայց բնականաբար ունենալով մտքում այն ձևակերպումը, որ պետք է լինի հնարավորինս հեշտ գործադուլ իրականացնել։ Եվ մենք դրանից հետո հեշտացրեցինք, բայց միգուցե չի բացառում, որ ինչ որ ժամանակ հետո անհրաժեշտություն առաջանա կրկին վերանայելու առավել հեշտ կամ առավել ճկուն դարձնելու տեսանկյունից։ Սա եւս աշխատանք է շարունակական, որ մենք պարբերաբար իրենց հետ մեր ինֆորմացիան կիսելով իրականացնում ենք։ Նաեւ այստեղ կար կոլեկտիվ պայմանագիր եւ խորհրդակցություններ, չէ, այս մասով նաեւ համատեղ խորհրդակցությունները բավարար չափով խրախուսվել չեն խրախուսվել այդպիսի բաներ նախատեսած, պետք է ասեմ հետեւյալը, որ բանակցությունները պարբերական բնույթ կրող են եւ նաեւ պետք է ասեմ այսօր մեր հարցազրույցից քիչ հետո մենք ունենալու ենք կարևոր միջոցառում, մասնավորապես ստորագրվելու է կոլեկտիվ պայմանագիր Եռակողմ սոցիալական գործընկերության նախարարության Գործատուների հանրապետական միության եւ արհմիությունների կոնֆեդերացիայի միջև եւ սա այն հարթակն է, որտեղ որ մենք պարբերաբար խորհրդակցություններ ենք իրականացնում, բարձրացնում ենք բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են գործատուներին, աշխատողներին, աշխատանքային հարաբերություններին, դրանից բխող սոցիալ-տնտեսական հարաբերություններին եւ հենց այսօր մենք հերթական մեր եռակողմ պայմանագիրն ենք ստորագրելու, որի սկիզբը դրվել է դեռևս 2009 թվականին եւ տարիներ շարունակ այս պայմանագրի շրջանակներում մենք
իրար հետ համագործակցում ենք, իրականացնում ենք խորհրդակցություններ, նիստեր, օրակարգ ենք ձևավորում, որտեղ լինում են բոլոր այն փոփոխությունները, առաջարկները, որ մշակվում է աշխատանքային հարաբերությունների համատեքստում, եւ եթե անգամ մեր նախարարությունը չի մշակել, բայց մենք ունենք նախագիծ, մենք ուղարկում ենք այդ նախագիծը իրենց կարծիքի։ Իսկ մեր մշակած նախագծը իհարկե միշտ ուղարկում ենք իրենց կարծիքի, որովհետև բնականաբար տրամաբանությունը այն է, որ խորհրդակցությունները լինեն եռակողմ ֆորմատով, հաշվի առնելով, որ մի կողմը ներկայացնում է արհմիությունների կարծիքը, մի կողմը ներկայացնում է արհմիությունները ներկայացնում են աշխատողների կարծիքը, գործատուների միությունը ներկայացնում է գործատուներին, բնականաբար երրորդ կողմն է պետությունն է, որը որ հավասարակշռված քաղաքականություն իրականացնելու համար կարևորում է երկու կողմերի կարծիքն է։ Նաև պետք է նշեմ այս բանակցությունների ինստիտուտի զարգացման համատեքստում եւս մեկ փոփոխության նախագիծ է արդեն իսկ մշակվել եւ շրջանառվում, խոսքը վերաբերում է աշխատանքային վեճերի լուծման արտադրական համակարգի ներդրմանը, որը հենց ուղիղ ենթադրում է բանակցություններ եւ եթե արկա լինեն աշխատանքային վեճեր, հնարավորություն տանք անվճար առանց երկար ժամանակ ծախսելու կողմերը իրար հետ գան հաշտության առանց դատարան դիմելու եւ դրա համար պետությունը նախատեսում է ստեղծել ինստիտուտ, որտեղ այդ հարթակը կստեղծվի, որ վեճ ունեցողը, օրինակի համար աշխատողը իր գործատուի հետ հանդիպի այնպիսի մի միջավայրում, որտեղ բոլորը տրամադրված են, որ դա խնդիրը չդառնա դատարանում քննվող արդեն որպես այդպիսին վեճ եւ տանք առաջարկներ, թե նմանատիպ իրավիճակներում որն է հանգուցալուծումը եւ շատ դեպքերում դա կօգնի, որ շատ արագ ամեն ինչ լուծվի, գան հաշտության եւ չծախսեն հավելյալ եւ ժամանակ եւ ֆինանս։